Վերանորոգված ու նորոգվող միջհամայնքային ճանապարհներ, փողոցներ ու բակեր, փոխված տանիքներ, ջերմամեկուսացված բազմաբնակարաններ, կիլոմետրերով ջրագծեր։ Սա Քաջարանում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների մի մասն է միայն։ Սուբվենցիոն ծրագրերի մեկնարկից ի վեր, այսինքն 18 թվականից մինչև 25 թվականները Քաջարան համայնքում իրականացվել է թվով 21 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 8.4 միլիարդ դրամ արժողությամբ, որի մեջ պետական մասնաբաժինը կազմել է 62%։ Նաև կարևոր է շեշտել, որ կոնկրետ Քաջարան համայնքում այլ ներդրողների առումով մեծ դերակատարություն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Կառավարություն համայնք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Քաջարանը մշտական աջակից ունի։ Վերջին 5 տարում իրականացված սուբվենցիոն ծրագրերում հանքարդյունաբերական ձեռնարկության հատկացումը շուրջ 2 միլիարդ 140 միլիոն դրամ է։ Սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելուց առաջ մենք ընդհանուր գրությունով դիմում ենք պղնձամոլիբդենային կոմբինատին, որ ունենք այս ծրագրերը եւ համայնքի մասնաբաժինը կազմում է ինչ որ X գումար։ Օրինակը մեզ ուղարկում է համապատասխան գրություն, որի մեջ նշված է լինում այն գումարը, որի չափով ինքը պատրաստական է լինում օգնել համայնքին տվյալ ծրագրերը իրականացնելու համար։ Վերջնական արդեն սուբվենցիոն ծրագրի հաստատելուց դեպքում կոնկրետ ծրագրերի համար տվյալ արժեքի չափով կոմբինատը ըստ կատարողականների իհարկե փոխանցում է համայնքին այդ գումարը։ 2023 թվականին Լեռնագործների համայնքում իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր 1 միլիարդ 192 միլիոն դրամ արժեքով։ Կառավարության մասնաբաժինը կազմել է 60%, իսկ համայնքի համաներտրման 90%-ը տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմնանորոգվել են միջհամայնքային ճանապարհներ ու քաղաքի մի շարք փողոցներ։ Կոմբինատում վստահ են, սա լավագույն ներդրումն է։ Մենք նախընտրում ենք իհարկե սուբվենցիոն ծրագրերը, որովհետև այդտեղ այդ համագործակցությունը երրակողմ իհարկե շատ ավելի էֆեկտիվ է մեր գնահատմամբ, հա, եւ մենք իհարկե նախընտրում ենք ավելի շատ այդտեղ մասնակցություն ունենանք, բայց դրանով սահմանափակված չի, իհարկե։ 2024-ին նույնպես իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր արժեքը գերազանցում է 745 միլիոն դրամը, դրանցից մեկով կառուցվում է Քաջարանի թիվ 1 մանկապարտեզը, հասել են ներքին ու արտաքին հարդարման փուլին։ Կառուցվում է նոր մանկապարտեզ 120 երեխայի համար նախատեսված։ Այսօր մենք միասին այցելեցինք այդ մանկապարտեզը, շինարարական ընթացքը մեծ թափով ընթանում է եւ պետք է մարտի վերջ ավարտվի այս ծրագիրը։ Ծրագիրը շատ կարևոր է համայնքի համար, կստեղծվեն նոր պայմաններ երեխաների նախադպրոցական զարգացման կրթության որակների բարելավման առումով եւ մեր երեխաները հնարավորություն կստանան ժամանակակից նոր եւ շատ լավ միջավայրում ստանալ կրթություն։ 2025 թվականին Քաջարան համայնքի առաջարկած 3 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել 1.5 միլիարդ դրամ արժողությամբ, պետբյուջեի մասնաբաժինը մոտ 58% է, համայնքի մասնաբաժնում մասնակցություն ունեն ԶՊՄԿ-ն ու ՄԱԿ-ը։ 5 ծրագիր իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, 4-ը համայնքի, այդ 2 ծրագրերում էլ ՄԱԿ-ը իր ներուժ ունի, ինչպես նաև իր ամենամեծ մասնաբաժին ունի մեր կոմբինատը։ Արդեն 8 տարի սուբվենցիոն ծրագրերը Քաջարանի զարգացման հիմքն են։ Համայնքապետարանը այս տարվա համար ունի նոր նախաձեռնություններ, որոնց մի մասը կյանքի կկոչվեն հենց սուբվենցիոն ծրագրերով։